Սաուդյան Արաբիան, Հորդանանը և Իրաքը հայտնել են անօդաչուների հարվածների մասին, չնայած ԱՄՆ-ն և Իրանը վերջին 2 օրերին դադարեցրել են փոխադարձ հարվածները։ Սաուդյան Արաբիան հայտարարել է, որ խոցել է նավթային օբյեկտներին ուղղված ԱԹՍ-ներ, մի քանիսը երկրի արևելքում, մյուսները մայրաքաղաք Էրրիադում։ Ըստ թագավորության դրանք արձակվել են Իրաքից, Իրանի աջակցությունը վայելող աշխարհազորայինների կողմից։ Հութիներն էլ հայտնել են, որ թիրախավորել են Սաուդյան Արաբիայի Յանբուի նավահանգիստ նավթ տեղափոխող լոգիստիկ կետերն ի պատասխան Եմենի օդային տարածք ԱԹՍ-ների ներխուժման։ Իր հերթին Հորդանանը հայտնել է 2 անօդաչու խոցելու մասին, իսկ Իրաքի անվտանգության ուժերը նշել են երկրի հյուսիսում իրանական ընդդիմադիր քրդական ուժերի ճամբարների վրա ԱԹՍ-ների հարձակումների մասին։ Թե որտեղից են արձակվել անօդաչուները չի նշվում։ Գրեթե 2 շաբաթ անընդմեջ հարվածներից հետո ԱՄՆ-ն 2 օր է դադարեցրել է հարձակումներն Իրանի ուղղությամբ։ ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Մայք Ուոլցը հայտարարել է, որ նախագահ Թրամփը որոշել է դադար վերցնել դիվանագիտությանն ավելի շատ ժամանակ տալու համար։ Իրանից էլ հայտարարել են տարածաշրջանում ամերիկյան օբյեկտների դեմ հարվածները կդադարեցվեն, քանի դեռ նույնն անում է Միացյալ Նահանգները։ Միևնույն ժամանակ Իրանի արտգործնախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ երկիրն ԱՄՆ-ից բանակցություններ չի խնդրել եւ այդ մասին լուրերը կեղծ են։ Այդուհանդերձ ըստ դիվանագետի կողմերի միջև հաղորդագրությունների փոխանակումը շարունակվում է միջնորդ երկրների միջոցով։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ժամանել է Մեծ Բրիտանիա նոր վարչապետ Էնդի Բըրնհեմի հետ բանակցությունների։ Նա առաջին օտարերկրյա ղեկավարն է, որ այցելում է Բրիտանիա հուլիսի 20-ին Բըրնհեմի կողմից վարչապետի պաշտոնը ստանձնելուց ի վեր։ Երկու ղեկավարների առաջին հանդիպումը կայացել է Փորտսմութի ռազմածովային բազայում թագավորական նավատորմի Թագուհի Եղիսաբեթ ավիակրի վրա։ Զելենսկու խոսքով վարչապետ Բըրնհեմը հավաստիացրել է ուկրաինական կողմին Բրիտանիայի անսասան աջակցության մասին։ Կողմերը քննարկել են Ուկրաինայի պաշտպանությունը եւ համատեղ պաշտպանական արտադրությունը։ Զելենսկին շնորհակալություն է հայտնել Միացյալ Թագավորությանը Կիևին ռադիոէլեկտրոնային պայքարի տեխնոլոգիաներ տրամադրելու համար։ Բըրնհեմն իր հերթին հայտարարել է, որ Զելենսկուն որպես առաջին օտարերկրյա հյուր ընդունելու որոշումը հստակ ուղերձ ունի։ Բրիտանիան 100%-ով Ուկրաինայի հետ է եւ կշարունակի աջակցությունը մինչեւ ձեռք բերվի լիարժեք հրադադար։ Մեծ Բրիտանիա այցից հետո Զելենսկին կմեկնի Վաշինգտոն։ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ չէ դադարեցնել պատերազմը։ Նա նշել է, ըստ ուկրաինական հետախուզության զեկույցի, Պուտինը նախատեսում է 300-ից 500 հազար մարդ մոբիլիզացնել եւ սեպտեմբերին կայանալիք Պետդումայի ընտրություններից հետո նրանց ուղարկել ռազմաճակատ։ Նրա խոսքով դա Ուկրաինայի համար լուրջ մարտահրավեր կդառնա, հետևաբար հարկավոր է տարբեր միջոցներով կանխել դա։ Զելենսկին եւս մեկ անգամ ընդգծել է Ռուսաստանը կդադարեցնի պատերազմը միայն այն դեպքում, եթե պարտվի։ Նա շեշտել է, հակաօդային պաշտպանությունը մնում է առաջնահերթություն, քանի որ Ռուսաստանն ակտիվացնում է բալիստիկ հրթիռների օգտագործումը խոշոր քաղաքները թիրախավորելու համար։ Զելենսկին հավելել է, ուկրաինացիները շատ ուժեղ են, բայց միաժամանակ հոգնել են երկարատև պատերազմից։ Թեհրանը Կիևին մեղադրել է Կասպից ծովում իրանական առևտրային նավի հարվածելու համար, որի հետևանքով մեկ նավաստի զոհվել է, մի քանիսը վիրավորվել։ Իրանը հայտնել է, որ դա քաղաքացիական նավ էր եւ ռազմական բեռներ չէր տեղափոխում, չնայած հակառակ պնդումներին։ Իրանի արտգործնախարարությունը հայտարարել է, որ Ուկրաինային աջակցող բոլոր երկրները պետք է պատասխանատվություն կրեն Կիևի ագրեսիվ գործողությունների համար։ Գերատեսչության ներկայացուցիչ Էսմայիլ Բաղայիի խոսքով բոլոր նրանք, ովքեր կանգնած են Ուկրաինայի նախագահի կողքին, պետք է ավելի լավ վերահսկեն նրան, այլապես այդ գործողությունները կարող են հետևանքների հանգեցնել ամբողջ աշխարհի համար։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին իր հերթին հայտարարել է, որ Կիևի գործողությունը չի կարող անպատասխան մնալ։ Արձագանքելով այս սպառնալիքներին, նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ պատերազմի սկզբից ի վեր Իրանը Հյուսիսային Կորեայի հետ միասին ռազմական աջակցություն է ցույց տալիս Ռուսաստանին։ Ըստ նրա դա արդեն իսկ հարձակում է։ Միևնույն ժամանակ Զելենսկու խոսքով հարկավոր է զգույշ լինել եւ թույլ չտալ, որ նոր ճակատ բացվի։ Ռուսաստանի նախագահը հայտարարել է, որ ներկայիս պատմական փուլը ճակատագրական է երկրի համար եւ դա հասկանում են ինչպես պաշտոնյաները, այնպես էլ սովորական քաղաքացիները։ Վլադիմիր Պուտինը հավելել է, երկրի ֆինանսական համակարգը կայուն է, իսկ տնտեսական աճի տեմպերով Ռուսաստանն առաջ է Եվրամիությունից։ Նա միևնույն ժամանակ ընդունել է, որ կան գնաճի մեծացման ռիսկեր։ Պուտինի պնդմամբ Արևմուտքը փորձում է պառակտել ռուսական հասարակությունը, սակայն դա նրանց չի հաջողվի։ Իսկ արևմտյան պատժամիջոցներն ըստ Ռուսաստանի նախագահի անօգուտ են եւ վնաս են հասցնում առաջին հերթին դրանք նախաձեռնողներին։
Ադրբեջանի լրատվամիջոցների զարգացման գործակալությունն անօրինական է համարել իրանական Սահար հեռուստաալիքի և Մեհր լրատվական գործակալության գործունեությունը երկրում և սահմանափակումներ է կիրառել նրանց նկատմամբ։ Ըստ ադրբեջանական կողմի որոշումը կայացվել է փոխադարձության սկզբունքին համապատասխան։ Ավելի վաղ Իրանի հետախուզության նախարարությունը մի քանի օտարերկրյա ԶԼՄ-ներ, այդ թվում ադրբեջանական AS-TV հեռուստաալիքը ներառել էր թշնամական լրատվամիջոցների ցանկում և նախազգուշացրել քրեական պատասխանատվության մասին այդ ԶԼՄ-ների հետ համագործակցության դեպքում։ Ֆրանսիայում և Իսպանիայում անտառային հրդեհների պատճառով ավելի քան 300,000 մարդ է տարհանվել։ Ֆրանսիայի ներքին գործերի նախարարը հայտարարել է, որ հրշեջներն աննախադեպ իրավիճակի են բախվել։ Կրակն արդեն հասնում է խաղողի այգիներով և գինիներով հայտնի Բորդոյի շրջանին։ Իսպանիայում անտառային հրդեհները համարվում են ամենախոշորը երկրի վերջին շրջանի պատմության ընթացքում։ Եվրամիությունը ինքնաթիռներ և ուղղաթիռներ է ուղարկել Ֆրանսիա և Իսպանիա հրդեհների դեմ պայքարելու համար։ Առաջիկա օրերին իրավիճակի բարելավում ամենայն հավանականությամբ չի լինի, քանի որ ջերմաստիճանը բարձրանում է, իսկ անձրևներ չեն սպասվում։ Սյուզաննա Չրաղյան, լուրեր։